Հաջորդը Նարեկն ընտրել է Աննայի հարցը։ Ընթերցում եմ Աննայի հարցը։ Բարևներս մեր սիրելի թիմ, հարց մեր Նարեկին, ոնց կգնահատես մեր այսօրվա ընդդիմության գործունեությունը կամ չգործունեությունը։ Բոլորով կրկեսային ներկայացում են դիտում ու վայելում, թե ընթերցեմ Նարեկի պատասխանը։ Աննա ջան, մեր ընդդիմության վիճակը բանտային պայմաններում նկարագրելն ուղղակի անհնար է մի քանի պատճառով։ Նախ մեկնաբանում են գոյություն ունեցող բանը, երկրորդ այստեղից թերությունները շատ խիտ եւ շատ թիրախային են երևում եւ դրանց մասին գրավոր խոսելը շատ ժամանակատար եւ ինտերակտիվությունից զուրկ զբաղմունք է։ Դրա համար, ինչպես խոստացել եմ դուրս գալուց հետո, այս թեման իմ հիմնական թեման է լինելու։ Բայց մինչ այդ կարճ ասեմ, քանի սա է մեր հավաքական ընդդիմության վիճակը, Նիկոլի իշխանությունը հավերժ է։ Քանի ոմանց համար քաղբանտարկյալները բաժանված են էլիտարների եւ մյուսների, Նիկոլը հավերժ է։ Քանի իրեն ընդդիմադիր դիրքավորած հեռուստաընկերությունը իր եթերում իմ ու քո քաղբանտարկյալ է անում ու եթերից հեռացնում է իրեն ոչ հաճելի քաղբանտարկյալների վերաբերող հատվածները, Նիկոլը հավերժ է։ Քանի ընդդիմությունը կռվում է երկրորդ ուժը լինելու համար, Նիկոլը միշտ առաջինն է լինելու։ Եվ քանի մենք առանց կաշկանդվելու եւ անուն առ անուն չխոսենք այս երևույթների մասին, Նիկոլը հավերժ է լինելու։ Այս ծանր բովանդակությունն ավելի մանրամասն եւ անուն առ անուն դրվագ առ դրվագ պատմելու եմ բոլորիդ եւ քննարկելու եմ ձեր հետ դուրս գալուն պես։